1960-ականներից սկսվում է փոփոխություն 1980-ականներից նույն Թուրգուտ Օզալի ժամանակ սկսում են ասել, բայց լավ այդքան էլ դավաճան ոնց որ չեն եղել թուրք սուլթանները 90-ականից սկսում է անգամ Աբդուլ Համիդի կերպարը փոխվել, որ նա ամենևին էլ Արուն Արբու սուլթան չէր, նա մեծ ստրատեգ էր, նա վերջին ուժեղ թուրք սուլթանն էր, որը պաշտպանեց տարածքային ամբողջականությունն եւ Էրդողանի ժամանակ այս Օսմանյան անցյալը վերագնահատելը, որը քաղաքագիտական տերմինոլոգիայով անվանում են նեո-օսմանիզմ, նոր օսմանականություն, այլ մակարդակ տեղափոխվեց եւ հիմա օրինակ Էրդողանը մասնակցում ու ելույթ է ունենում օրինակ Աբդուլ Համիդի, չգիտեմ, ծննդյան օրինակ 150-ամյակին նվիրված միջոցառմանը կամ մահվան ինչ-որ ամյակին եւ տեսեք այդ օսմանյան սիմվոլիկան լիովին վերադարձել է տեղանունների, պաշտոնական խոսույթի, դպրոցների, համալսարանների անվանումների Այն արարողակարգերի ժամանակ որ զինվորականների այո, դա տես նաև այստեղ այդ սերիալները շատ կարևոր այդ սերիալները պետական քաղաքական Սուլթան Սուլեյմանը աշխարհում հայտնի կերպար է ոնց որ Էրդողանը ինքը գնում է նկարահանման տաղավարներ ուղումներ է անում ասում է այսա փոխեք նա փոխեք Սուլթան Սուլեյմանը այսպես չէր այնպես էր եւ այլն եւ հիմա թուրքական հասարակության մեջ այդ օսմանյան վերադարձը տեղ ունեցել երիտասարդների մեջ ամենատարածված տատուն որ անում են ձեռքի վրա ասենք կարող լինեն Աբդուլ Համիդի ստորագրությունը կամ Սուլթան Սուլեյմանի ինչ որ մի խոսքը ամենօրյա կյանքում դա նկատելի է եւ Էրդողանը այդ պատմական կերպարներին վերադարձրեց հասարակական կյանք, այսինքն նա կարող է ասենք չեմ նավերի անուններից սկսած տարբեր այլ այսպես հասարակական լայն շրջանակների համար հասանելի անուններ դնի Սուլթան Մեհմեդի, Սուլթան Սուլեյմանի այդ բանը տեսեք իր այսպես քաղաքական հիմա խոսքը ու կտակ ինչ է ասում ասում է Թուրքիան պետք է 3 տարեթիվ կարևորի 2023 թվականը որը Թուրքիայի Հանրապետության ձևավորման 100-ամյակն է 2053-ը ասում է որը Կոստանդնուպոլսի գրավման ամյակն է 600 եւ 2071 թվականը Մանասկերտի ճակատամարտի 1000-ամյակն է որը համարվում է թուրքական այսպես տարի այստեղ ամրապնդման այս տարածաշրջանում ամրապնդման տարեթիվ եւ Էրդողանի բանաձևը հետեւյալն է 2023-ը կանենք մենք 2053-ը կանեն մեր որդիները 2071-ը կանեն մեր թոռները այսինքն ինքը կտակում է որ կարևորեք Սուլթան Մեհմեդի Կոստանդնուպոլսի գրավումը 1453-ին Սելջուկ թուրքերի 1071-ին Մանասկերտի ճակատամարտ նաև տեսեք այնտեղ մի մսկիթ կա իր այսպես կառուցած ենթադրվում է որ Ստամբուլում է Չամլջայի մսկիթը որ այսպես իշխող դիրք ունի ենթադրվում է որ դա նաև Էրդողանը ծրագրում է որ հետո այդտեղ լինի իր դամբարանը ինչպես սուլտաններն են թաղված մսկիթների հարակից տարածքներում այնպես էլ ինքը եւ այդ մսկիթը անգամ սիմվոլիկայով է կառուցված օրինակ աշտարակների երկարությունը մինարեների երկարությունը 1071 մետր է խորհրդանշելով Մանասկերտի ճակատամարտը գմբեթները կարծեմ 16-ն են խորհրդանշելով թյուրքական 16 պետություններ քո ասած այդ արարողակարգ Էրդողանը ինչ ասում ասում է Թուրքիանով է ասել որ 100 տարվա պետություն է մենք մեր թվարկությունից առաջ պետություն ենք ունեցել եւ մենք այդ պետական տրադիցիայի շարունակում ենք ուստի տարբեր պետությունների համարում է այսօրվա Թուրքիայի Հանրապետության նախորդները Օսմանյան կայսրությունն էլ է մերը Սելջուկյան սուլտանությունները մերը այնտեղ գնում է Աթիլան չգիտեմ եւ այլն հասնում է մինչեւ տարբեր պետական միավորներ ու պետական արարողակարգի մեջ ինչ է դրել որ եթե պետական հյուրեր են գալիս պաշտոնական ինքը դիմավորում է 16 դրոշներով այսինքն 16 է թյուրքական պետությունների դրոշներով եւ 16 ուրեմն զինվորներով որոնք
կրում են այդ դարաշրջանի հագուստը։ Այսինքն ոչ միայն Օսմանյան շրջանն է ինքը վերադարձրել, այլև Օսմանյանից էլ առաջ, բայց այստեղ որն է, այսինքն կարող ենք ասել լավ, սրա նպատակը որն է, ինչ-որ պատմական ինչ-որ բաներ եւ այլն։ Այստեղ սրանով եւս կարծում եմ իմ տեսակետն է, շատ էական հարված է հասցվում քեմալիզմին ու Աթաթուրքին, որովհետեւ ասում է ժողովուրդ, ձեզ որ Քեմալն ասում էր, որ սուլթանները վատն են, սխալ էր ասում։ Ձեզ որ քեմալական քարոզչությունն ասում էր, որ Օսմանյան անպետությունը վատն էր, սխալ էր ասում, որտեղ տեսեք ինքը ինչ մոդել է եղել եւ այլն։ Եվ երբ որ ասում են Աթաթուրքը միակն է, փրկեց մեր ազգին, ստեղծեց պետություն, այս մյուս կերպարների կողքին Աթաթուրքը դառնում է մեկը հավասարներից։ Այսինքն Սուլեյման, Սուլթան Սուլեյմանն է, Ալփարսլանն է, Մեհմեդ II-ն է, չգիտեմ, Աթաթուրքն է, իսկ եթե շատ են, ուրեմն նաև իր տեղն էլ ամրագրում է այդ պանթեոնը։ Ես գիտես ինչ էի նկատել, Սուրեն, երբ որ Էրդողանը սկսեց ամրապնդվել, այնտեղ Աթաթուրքի մահվան օրը պարտադիր պետական արարակարգով ամբողջ վերնախավը այցելում է Դամբարան, Աթաթուրքի Դամբարան եւ ինչ որ գրառում են անում կամ ելույթ են։ Ես նկատեցի, եթե չեմ սխալվում, դա 2007-8-9 այդ թվականներն էին, որ նախորդ բոլոր ելույթներում ասում են Աթաթուրքը բացառիկ առաջնորդը, չգիտեմ, եւ այլն կերպարը, որը փրկեց։ Ուրեմն Էրդողանի այդ ժամանակվա ելույթում այսպիսի ձևակերպում կա. Աթաթուրքը եւ իր ընկերները, որոնք ձևավորեցին մեր հանրապետությունը։ Մյուս անգամ առնվազն Աթաթուրք չէր ասում, Գազի էր ասում, Գազի Փաշա, Գազին որպես անհավատներին հաղթող, որը Մուստաֆա Քեմալի կոչումներից էր, այսինքն ոչ թե տանում էր իր աշխարհիկ անունը Աթաթուրք թուրքերի, այլ Գազի Փաշան եւ մյուս Փաշաները սկսեց թվարկել Կարաբեքիրը, չգիտեմ, Իսմեթը, մյուսը, այսինքն այլ գեներալների անուններ սկսեց տալ, որ միայն Աթաթուրքը չի եղել։ Այսինքն դա էլ էր, այսինքն այդ բացառիկությունը այդպես էլ սասանվեց, թվում է թե վատ բան չի ասում, բայց իրականում վատ բան, որովհետեւ երբ որ իրեն ընդդիմադիրները հակադարձում ասում են ինչպես է համարցակվում այսպիսի ձևակերպումներ ես անում, ասում էր ինչ է, ուրեմն դուք հերքում եք, որ եղել է այլ հերոսներ, այս մարդուն հերքում եք, այն մարդուն հերքում եք, Մեհմեդ II-ին հերքում եք, Սուլեյման առաջինին, Սելիմ առաջինին հերքում եք, չեք կարող հերքել։ Հետևաբար պատմականությունը բերելով ինքը իր քաղաքական խնդիրներն էր լուծում եւ կարողացավ լուծել ասել։